Արդեն 5 տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել։ 2 ամսից ավելի նրան չի թույլատրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ 15 օր հացադուլ անելուց հետո 10 օր առաջ է կինը Լինդան մի քանի րոպե խոսել ամուսնու հետ։ Դրանից հետո դարձյալ կապը կորել է։ Ինչպես է ամուսնու վիճակը, դադարեցրել է հացադուլը, թե ոչ։ Լինդան մինչև հիմա ոչինչ չգիտի։ Անակնկալի եկա, երբ զանգող հեռախոսահամարը տեսա, չգիտեի այդ համարը։ Ասացի ողջույն, Վիգենն ասաց Լինդա, ես եմ, Վիգենը Բաքվից։ Ասացի ինչպես ես, կարոտել եմ քեզ, պատասխանեց, որ ինքն էլ ինձ է կարոտել, երեխաներին։ Ինձ տեղեկացրեց, որ Կարմիր խաչն իրեն վերջին անգամ 2 ամիս առաջ այցելել, բայց բազում անգամ է այնտեղ տեղեկացրել, որ ուզում է շփվել ընտանիքի հետ, մերժել են։ Դրանից հետո հացադուլ է հայտարարել 15 օր։ Հետո նոր հեռախոս են տվել, որ զանգահարի ինձ 2 րոպեով։ Հարցրի, թե ինչ է ուզում, ինչի կարիք ունի, չկարողացավ պատասխանել։ Այսքանը միայն ընտանիքը հիմա անորոշության մեջ է, ոչ մի կապ, բացարձակ լռություն։ Հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղից էլ է նախազանգում, դիմում Կարմիր խաչին։ Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է գերիների այդ իրավունքը պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Բաց նամակում շեշտվում է, Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու մյուսները, իսկ կապը ընտանիքի հետ ընդհատվել է փետրվարի 21-ից։ Հաղորդակցությունից բացի ձերբակալված անձին իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը 1։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են, ստիպված օգնություն են ուղարկում վստահ չլինելով, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը։ Միջազգային իրավունքի մասնագետը ասում է, Ադրբեջանը հերթական անգամ մարդու իրավունքների կոպիտ խախտման է գնում։ Ինչու, որովհետև Բաքվի շահերից չի բխում թե մարդու պահման պայմանների ինքնազգացողության, թե քրեական գործերին վերաբերող ցանկացած տեղեկության արտահոսքը։ Այստեղ մի քանի իրավունքների խախտում կա, նաև եվրոպական բանտային կանոնների նորմատիվ ժողովածու կա, դրա խախտումն է, որ կառանավորի կապը ընտանիքի հետ պետք է պարբերաբար ապահովի, եւ վստահ եմ Ադրբեջանում նման օրենք կա։ Իսկ Ադրբեջանը ինչու է այդ այցելությունները մերժում, նաև կապը, որովհետև ամբողջ գործը կեղծ հիմքերի վրա է թարգմանված, վախենում է, որ այդ ինֆորմացիան դուրս կգա։ Այն, որ Ադրբեջանը տեղեկության արտահոսքից խիստ վախենում է, փաստում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները, որոնք իբր դռնբաց են, բայց իրականում փակ ու միջազգային աչքերից հեռու։ Օտար լրատվամիջոցն ու իրավապաշտպանը այնտեղ անելիք չունի ըստ Ալիևի։ Պարզ է, որ նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունները ջրի երես կհանեն կառավարական կաբինետներում հնարված լեգենդները։ Ռուբեն Վարդյանի իր փաստաբանից հեռախոսով է շփվում, դատային դալություն տեսել եք, չէ՞։ Դա էլ է կոպիտ խախտում։ Ինքը փաստաբանի առանձնազրույցությունն է, երաշխարը, որ ոչ մեկը չի լսում։ Դա պարզ է, որ հեռախոսով է խոսում, դա նշանակում է վերահսկվում է նրա խոսակցությունը փաստաբանից։ Իդեպ հենց այս փետրվարից է Բաքուն ձեռնարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու գործընթացը։ Սա միակ անկախ կառույցն էր, որը կարողանում էր պարբերաբար այցելել գերիներին, ծանոթանալ նրանց վիճակին, կապ ապահովել ընտանիքների հետ։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։